Ագնես։ Ագնես։ Ինչ ես դուրը բաստողն։ Ինչ։ Ասում եմ այս ժամին ինչ ես դուրը բաստողն։ Բացել է, որ ներս գաս։ Հասկացանք, բայց դու հասկանում ես, չէ, որ դուրը բաստողն էլ ուրիշ բան է։ Կրենկի վրա բաստողն էլ լրիվ ուրիշ բան է։ Արի, փակի։ Չես գալիս փակես։ Տենց լուրջ բան է եղել, որ չես մոռանում։ Ասացի չեմ նեղացել։ Լիզա, բա այս ինչ վիճակ է։ Մի տան մեջ ենք ապրելու, չենք շփվելու, հա, իրար հետ։ Ամեն դեպքում արին նենց անենք, որ Ադելը չհասկանա, մինչև ես ինքս իրեն կասեմ։ Իսկ երբ եք պատրաստվում ասել օրիորդ Լիզա։ Ես հարմար պահ կգտնեմ, մի անհանգստացի։ Լավ, կսպասեմ։ Պատանը բաց եմ թողել, ստեղ էլ դուռն է բաց։ Քամի խփեց։ Լավ, հանդարտվի։ Գիշ մտածի ինչ ես անում։ Ողա կգամ կխոսենք։ Լսի գժվել ես, ինչի համար ես եկել, բա որ քեզ տեսներ։ Վաղուց չենք հանդիպել, ու ես որոշեցի գամ ու քեզ զգուշացնեմ, որ էլ սխալ չանես, որ աղբորդ երկրորդ անգամ մեջքից չխփես, ու այս անգամ ավելի դաժան։ Այսինքն Արսենի մասին մտածելով ես եկել հասել իմ տուն, իմանալով, որ ամեն րոպե Վիգենը կարա գա։ Համեր դու կարծեմ լրի ուրիշ տեղ պիտի լինեիր։ Ես Վիգենը չեմ, ու ես քեզ շատ լավ եմ ճանաչում, քեզնից էլ լավ։ Վիգենը կյանքում քո դուրը չի եկել, ու Աննան էլ քո ընկերուհին չի եղել, եթե չասեմ հակառակը։ Դու այսքան ժամանակ չկայիր ու հայտնվեցիր այն պահին, երբ որ Աննան ծանր հիվանդ էր։ Ու ինչի ես հիմա սենց եղունգներով կախվել Վիգենի վզից։ Ուզածդ ինչ է։ Երբ որ ես աչքերս բացեցի, դու կողքիս էիր։ Երբ որ Աննան մեռնում էր, դու էլի իրա կողքին էիր։ Դու հատուկ տաղանդուն ես, հա, երևի մեռնող մարդկանց կողքը հայտնվելու։ Ուշադիր լսի քեզ ինչ եմ ասում։ 1000 տարի էլ անցնի, ես մեկա մտածելու եմ, որ իմ մահվան լուրը տարածողը դու ես եղել։ Ու քեզ ոչ ոք էլ ոչ մի բան չի ասել։ Դրա համար էլ հոսպիտալի պատերի տակից տուն չէիր գնում, աղբերդ էլ քեզնից հրաժարվեց։ Ես մենակ մի բան եմ կասկածում։ Վիգենը մասնակցել է այս կինոյին, թե չէ։ Լսի, ես քեզ 1000 անգամ արդեն ասել եմ։ Ինձ զանգել են։ Ինչ ես հիմա այդ պատմությունը հիշել։ Ես չեմ հորինել։ Ու հետո էլ Անային ոչ ոք չի ստիպել աչքերը սրբել ու վազել Վիգենի հետևից։ Նորից եմ հարցնում, ինչի համար ես եկել։ Ինչ ա ուզածդ։ Կզարմանաս, բայց շատ պարզ մի բան։ Ու չմոռանաս, որ ես ես տարածքում եմ։ Ու եթե մոռանաս դու, ես քեզ կհիշացնեմ։ Ու 1000 տարի էլ անցնի, ես միևնույնն է կասկածելու եմ, որ Աննան իր հիվանդությունով է մահացել։ Դու տակ տեղ ես ման գալիս քո համար։ Ու ես գիտեմ, որ դու ամեն ինչի ընդունակ ես այդ տեղը գտնելու, ինչքան էլ դա արժենա։
Ես եմ մեղավոր։ Ես տեսա, որ լոմբարդում կողքս մարդ կա։ Ինքը տեսավ, որ փող եմ վերցնում։ Դու մեղավոր չես։ Մեղավոր եմ։ Ու պետք չի հիմա դու ինձ արդարացնես նենց, ոնց քեզ ես արդարացնում։ Եթե մարդը սխալ է անում, ուրեմն մեղավորը ինքն է։ Ես ինձ երբեք չեմ ների, որ ես մենակ եմ գնացել։ Ես իրականության դեմքին եմ նայում, ի տարբերություն քեզ։ Եղածն եղել է արդեն։ Ճիշտ ես։ Եղածը եղել է։ Ու էլ ոչ մի բան չի փոխվելու։ Դեռ չեն գտել երեխուս ով այդ օրին հասցրել։ Ու գողին էլ չեն գտնելու։ Մենք պետք է մեր հարցերը լուծենք։ Ոչ տուն ունենք, ոչ փող ունենք։ Եկել ստեղ տեղավորվել ենք, բայց մինչև երբ։ Ես արդեն հոգնել եմ։ Քեզ անընդհատ նույն բանը ասելուց։ Արսեն, դու հայր ես, ում երեխան վիրահատության կարիք ունի։ Դու հասկանում ես, մեզ փող ա պետք։ Ինչ ուզում ես արա։ Որտեղից ուզում ես գտիր։ Ուզում ես բանկ թալանի։ Ուզում ես գողություն արա։ Ու ինձ մի էլ ասա։ Մենակ թե այդ փողը բեր։ Իմ երեխան չպետք է այդպես մնա։ Սպասի։ Խմի։ Ես էլ մտածեցի Հովանա։ Ես եմ։ Սպասի։ Ինձ ինչի բերեցիք այս սենյակ չեմ հասկանում։ Ես կգժվեմ ստեղ մենակությունից։ Ադել, մենք մեր տանը չենք։ Տան մեջտեղում հոչ ես պարկելու։ Ես կողքիդ եմ, ինչ պետք լինի, ասա ինձ։ Ինձ պետք է որ վեր կենամ տեղիցս։ Պետք է որ վիրահատեն։ Ինձ պետք է մտածեն իմ մասին, Լիզա։ Ադել, հանգստացի, խնդրում եմ։ Ամեն ինչ անում են, ամեն ինչ։ Փող են հավաքում որտեղից պատահի։ Դու պապային տեսել ես։ Ահա որ վիճակում է։ Բոլորիս ուշքի միտքը դու ես, մենակ խնդրում եմ, մի քիչ սպասի։ Դե իհարկե դու ինձ չես հասկանա։ Դու չես հասկանա ինչ է նշանակում առաջին անգամ սիրել ու սիրված լինել։ Ու մտածել, որ քո այս վիճակի պատճառով կարաս կորցնես այդ մարդուն, Լիզ։ Ումա պետք է բերը, հա։ Ես ու Հովան այնքան պլաններ ունեինք, այնքան տեղ էինք պլանավորել գնայինք, իսկ հիմա մատանին ձեռքին գալիս է, որ առաջարկություն անի ու կասկածում է պետք է անել, թե չէ։ Լիզա, ես կգժվեմ, եթե իմ այս վիճակի պատճառով կորցնեմ Հովոյին։ Դու ինձ տեսել ես։ Ինձ գրկած տանում եք լոգարան հետ եք բերում։ Մազերս չեմ հիշում վերջին անգամ երբ եմ լվացել, ես եմ զզվում ինձնից, ուր մնաց ինքը չզզվի։ Պապ, ես չեմ ուզում քո խնդիրներն ավելացնեմ, ոչ էլ ուզում եմ մի կողմից էլ ես բողոքեմ, բայց էլ չեմ դիմանում։ Դու գիտես ամեն ինչ, ինձ համար տհաճ է այստեղ լինելը։
Ես էլ չեմ դիմանում, խնդրում եմ, արի ինչ-որ տարբերակ գտնենք ու գնանք այստեղից։ Գիտեմ, բալես, ես ու չեմ ուզում որ մնանք այստեղ։ Ամեն ինչ կանեմ, որ մի քանի օրից տեղափոխվենք։ Մի քանի օր կդիմանաս, չէ՞։ Այ էս նորություն էր։ Փաստորեն մեր տանը տհաճ է քեզ։ Դա նկատի չունեի։ Մնում է ասես հովո դու ինձ սխալ հասկացար։ Խնդրում եմ այդ չասես, որովհետև աշխարհի ամենաապուշ պատասխանն է։ Այսքանի օրվա պահվածքդ, անընդհատ ինձնից խուսափել ես, մատանին մատիցդ հանել ես։ Հիմա էլ տհաճ է մեր տանը։ Իսկ ո՞նց է, որ իմ համար տհաճ չի, հեն Լիզա։ Ինչ որ բան է փոխվել։ Հա փոխվել է։ Ու Լիզա։ սպասի, կասես կգնաս։ Երանի տենց հեշտ լիներ։ Հեշտ է Լիզա։ Ամեն ինչ շատ հեշտ է։ Թե չէ այն երեխու վրա եք գցում ամեն ինչը։ Ադելը կնեղվի, Ադելը կնեղանա, Ադելը սենց, Ադելը նենց։ Բայց Ադելը ստեղին շատ էլ լավ ազգում, մենակ քո համար է տհաճ ստեղ։ Ուղղակի չեմ հասկանում, 2 օր առաջ որ ամուսնության առաջարկություն էի անում։ Ինչի էիր այդքան ուրախ։ Որովհետև ամեն ինչ փոխվել է։ Որովհետև ես 2 օր առաջ չգիտեի, որ Ադելը քեզ է սիրահարված ու վստահա, որ դու էլ իր հանդեպ անտարբեր չես։